Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի ժողովուրդ, ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի և ենթակա կազմակերպությունների 2024 թվականի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագիրը։ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերով 2024 թվականի պետական բյուջեի միջոցներից փաստացի ֆինանսավորումը կազմել է 11 միլիարդ 290 միլիոն դրամ, որի հաշվին իրականացվել է 12 ծրագիր, որը ներառել է 30 միջոցառում, ներկայացնեմ ըստ միջոցառումների կատարված ծախսերը։ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից տարածքային պետական կառավարման ապահովման միջոցառումով 2024 թվականի տարեկան ճշտված նախահաշիվը կազմել է 565 միլիոն դրամ, դրամարկային ծախսը կազմել է 542 միլիոն դրամ, կամ կատարվել է 96%-ով, տնտեսումը կազմել է 22 միլիոն դրամ, որը խնայողության և մրցույթների արդյունքում տնտեսված գումար է։ 2025 թվականի պետական բյուջեում մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսը նախատեսվել է 482 միլիոն դրամ, որը 24 թվականի նկատմամբ նվազել է 83,2 միլիոն դրամով, կամ 14,7%-ով։ Նվազեցումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխությամբ հաստիքների նվազեցմամբ։ Հանրակրթության ծրագրեր։ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական դպրոցների թիվը 76-ն է։ 2024 թվականի պետական բյուջեով հանրակրթության ծրագրերով նախատեսված ընդամենը ճշտված գումարը կազմել է 6 միլիարդ 150 միլիոն դրամ, որի ֆինանսավորումը կազմել է 6 միլիարդ 148 միլիոն դրամ, կամ կատարվել է 99%-ով։ Աշակերտների միջին տարեկան թիվը 24 թվականին կազմել է 15932 աշակերտ, իսկ դասարանների միջին տարեկան թիվը 1007։ 2023 թվականին կազմել է համապատասխանաբար 15775 և 962։ 25 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 6 միլիարդ 380 միլիոն դրամ, որը 2024 թվականի նկատմամբ ավելացել է 237,7 միլիոն դրամով, կամ 3,8%-ով, ինչը պայմանավորված է ՀՀԿԳՄՍ նախարարի հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին նոր հրամանով։ Ատեստավորում նոր համակարգի ներդրում ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը։ 2024 թվականի պետական բյուջեով ճշտված նախահաշիվը կազմել է 247,9 միլիոն դրամ, ֆինանսավորումը կազմել է 246,3 միլիոն դրամ, որը հատկացվել է կամավոր ատեստավորված 183 մանկավարժներին, կամ կատարվել է 99,3%-ով, տնտեսումը կազմել է 1,7 միլիոն դրամ։ 23 թվականին ատեստավորված մանկավարժների թիվը կազմում է 166, ծախսը կազմել է 114 միլիոն դրամ։ 2024 թվականին ատեստավորվել են 149 մանկավարժ, որոնց հավելավճարները տրամադրվել են 25 թվականի հունվարի 1-ից։ Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ։ Այս ծրագրով 24 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 147,4 միլիոն դրամ, տարեկան ճշտված նախահաշիվը կազմել է 194 միլիոն դրամ, որի դրամարկային ծախսը կազմել է 184 միլիոն դրամ, կամ 99%։ 24 թվականի ընթացքում իրականացվել է 118,7 կիլոմետր երկարությամբ մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության և ընթացիկ ամառային պահպանության աշխատանքներ։ 2024 թվականին պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են մարզի 4 խոշորացված համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ժողովրդի կողմից բազմիցս բարձրաձայնած թվով 4 ճանապարհների վերանորոգման աշխատանքները, որի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիարդ 403 միլիոն դրամ։ Կառավարության 25/07/24 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 486 միլիոն դրամ, որից 125,9 միլիոն դրամը Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի հաղարծին տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքների համար, 99,3 միլիոն դրամ Սևքար բնակավայրի Ցարեգյուղ տանող միջհամայնքային ճանապարհի ասֆալտապատման համար,
եւ 157.7 միլիոն դրամ նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն եւ Դեբեդավան համայնքների միացնող հատվածի ասֆալտապատման համար եւ 97.7 միլիոն դրամ Արծվաբեդ Չորաթան ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար։ Պետական աջակցության սահմանամերձ համայնքների միջոցառումով կառավարության 29.02.24 թվականի որոշմամբ մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին պետության կողմից սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացվել է 574 միլիոն դրամ, որ ամբողջությամբ ծախսվել է։ Փաստացի ծախսված գումարից 68.7 միլիոն դրամը փոխանցվել է մարզի սահմանամերձ 3 համայնքների 24 բնակավայրերի թվով 15152 շահառուների անշարժ գույքի հարկի հողի հարկի փոխհատուցման նպատակով, իսկ 561 միլիոն դրամը մարզի սահմանամերձ 3 համայնքների 27 բնակավայրերի բնակիչների կողմից սպառած էլեկտրաէներգիա եւ բնական գազի սակագների մասնակի փոխհատուցման նպատակով 2025 թվականի համար հատկացվել է 549 միլիոն դրամ։ Մարզերի սուբվենցիաների տրամադրում ենթակառուցվածքների զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 2 միլիարդ 35 միլիոն դրամ սուբվենցիա համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով, որի դրամարկային ծախսը կազմել է 2 միլիարդ 34 միլիոն դրամ կամ կատարվել է 99.9%-ով։ Այդ թվում ըստ համայնքների Իջևանին հատկացվել է 790 միլիոն դրամ, Դիլիջանին 577, Բերդին 137 եւ նոյեմբերյան խոշորացված համայնքին 529 միլիոն դրամ, որը ամբողջությամբ կատարվել է։ 2024 թվականի ընթացքում մարզի համայնքներում իրականացվել են թվով 16 սուբվենցիոն ծրագրեր 44 ենթածրագրերով, որոնց ընդհանուր գումարը կազմել է 3 միլիարդ 426 միլիոն դրամ։ Այդ թվում 1 միլիարդ 303 միլիոն դրամը կատարվել է համայնքի բյուջեի միջոցներով, 2 միլիարդ 35 միլիոն դրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցով եւ 88 միլիոն դրամը դոնոր կազմակերպությունների միջոցով։ Մարզի առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով 2024 թվականին հատկացվել է 194 միլիոն դրամ, ֆինանսավորումը կազմել է 152.7 միլիոն դրամ կամ կատարվել է 80.2%-ով։ Դոտացիա համայնքներին 24 թվականի պետական բյուջեով համայնքներին հատկացված դոտացիայի ընդհանուր գումարը կազմել է 5 միլիարդ 267 միլիոն դրամ։ Այդ թվում ըստ համայնքների Իջևան 1 միլիարդ 808 միլիոն դրամ, Դիլիջան 815 միլիոն դրամ, Բերդ 1 միլիարդ 323 միլիոն դրամ եւ նոյեմբերյան 1 միլիարդ 319 միլիոն դրամ։ 2023 թվականի համեմատ 24 թվականի հատկացված դոտացիան ավել է 2 միլիարդ 315 միլիոն դրամով։ Այդ թվում Իջևան խոշորացված համայնքում ավելացել է 706 միլիոն դրամով, Դիլիջանում 343 միլիոն դրամով, Բերդում 599 միլիոն դրամով եւ նոյեմբերյան խոշորացված համայնքում 666 միլիոն դրամով։ Համայնքներին հատկացվող դոտացիայի գումարը ավելացել է նաեւ 2025 թվականին, կազմելով 6 միլիարդ 14 միլիոն դրամ, որը 24 թվականի համեմատ ավելացել է 747 միլիոն դրամով, կամ աճը կազմել է 14.2%։ Մարզի համայնքների 24 թվականի սեփական եկամուտները կատարվել են 97%-ով կամ հավաքագրվել է 2 միլիարդ 114 միլիոն դրամ։ Սեփական եկամուտների տեսակարգշիռը ընդհանուր եկամուտների մեջ կազմում է 26%։ Կցանկանայի առանձնացնել 2024 թվականին Բերքաբեր եւ Խաշտարակ բնակավայրերում տնամերձ հողամասերում այգեհիմնման եւ ռոռոկման արդիականացման համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը, որի շրջանակում հիմնվել է 5.8 հեկտար նռան եւ հոնի այգիներ, այդ թվում Բերքաբերում 3.4 հեկտար 43 շահառու, Խաշտարակում 2.4 հեկտար 44 շահառու։ 25 թվականին փորձնական երկրորդ ծրագրի շրջանակներում կընդգրկվի եւս 2 նոր բնակավայր, Ծաղկավան եւ Կիրանց բնակավայրերը, եւ ընդհանուր պատկերը կլինի 18 հեկտար 305 շահառու։
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերի Տավուշի մարզում ամենաարդյունավետ ծրագիրը համարում եմ սահմանամերձ գյուղերում իրականացված բնակապահովման ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի 842 Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարան մատչելիության ապահովման պետական աջակցության 22-25 թվականների ծրագիրը, որը առաջնահերթ խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, ծնելիության խթանումը, սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակության պայմանների բարելավումը, համայնքների համաչափ զարգացման համատեքստում։ Նշեմ, որ ծրագիրը ծառայել է եւ կծառայի իր նպատակին։ Ծրագրում ընդգրկված են Տավուշի մարզի սահմանամերձ 26 գյուղական բնակավայրեր, որոնցից այգեպարում եւ կայանում ծրագիր չի իրականացվել։ Ծրագրի մեկնարկից մինչ այսօր հաստատվել է 1501 ծրագիր։ Կառուցվում է 1193 բնակելի տուն, որից Իջևան համայնքում 459, Նոյեմբերյանում 578, Բերդում 156, որոնցից 138-ը ավարտված է, բնակելի է 108-ը։ 2024 թվականին ընթացքում կառուցվել է 923 բնակելի տուն, որից 140 Բերդում, 462-ը Նոյեմբերյանում եւ 321-ը Իջևանում։ Շնորհակալություն։